Ծանոթ բաբատոն զալստա չունեն սմիհարես, ասել եմ օպերդիան, չունեն մեգոգրևի Սամցխե Ջավախետի սկուբերնից ծանոմատին։ Սամցխե Ջավախետի նորանշանակ նահանգապետ Զահալ Գելաշվիլին իր պաշտոնավարման շրջանակներում առաջին անգամ այցելեց Նինոցմինդայի շրջան։ Այցի շրջանակներում քաղաքապետարանում կազմակերպվեց հանդիպում, որին ներկա էին Սակրեբուլոյի նախագահ Վահան Արոյանը, քաղաքապետ Անի Մոսոյանը, Սակրեբուլոյի եւ քաղաքապետարանի աշխատակիցները, գյուղերի ներկայացուցիչներ եւ այլ պետական հաստատություններում աշխատող անձինք։ Հանդիպման ընթացքում նահանգապետը ծանոթացավ շրջանի սոցիալ-տնտեսական վիճակին, տարածաշրջանային զարգացման ուղղություններով իրականացվող ծրագրերին եւ տեղի բնակչությանը հուզող հարցերին։ Ամիսատուց Թավրովա ჩვენი მართველი პარტია არიშურებს ძალას, ამიტომ თქვენი თანადგომით თქვენ ხართ ის ხალხი, რომლებსაც ყოველდღიური ურთიერთობა გაქვთ ადგილობრივ მოსახლეობასთან, თქვენ თვითონ ხართ ადგილობრივ მოსახლეობა. Თქვენი ოჯახებიც გრძნობს ყველაფერს, კარგსაც და ცუდსაც და თქვენი იმედი გვაქვს, მოახლოებულია ადგილობრივი თვითმმართველობის არჩევნები, ესეც ძალიან მნიშვნელოვანია, თუმცა ეჭვი არ გვეპარება, რომ ყველაფერი ისე ჩაივლის, როგორც შეშვენს ჩვენს რაიონს, ჩვენს რეგიონს და გვექნება მშვიდობა, გვექნება განვითარების ყველანაირი პირობა და თქვენი გვერდში დგომით ჩვენი შვილების მომავლისათვის შევქმნით უკეთეს ქვეყანას, უკეთეს რეგიონს და უკეთეს რაიონს. დღეს ვიმყოფებით ნინოცმინდის რაიონში, შევხვდით ნინოცმინდის Նինոցմինդայի շրջանում հանդիպեցի Նինոցմինդայի քաղաքապետի եւ Սակրեբուլոյի նախագահի հետ, ինչպես նաեւ ներկայացուցիչների հետ։ Հանդիպումը ճանաչողական բնույթ էր կրում։ Քննարկեցինք համակարգչային գրանցումը շարունակելու եւ բարեհաջող ավարտելու մասին։ Նինոցմինդայի շրջանը համարվում է գյուղատնտեսական շրջան, որտեղ իրականացվում են կարևոր եւ լուրջ բազմաթիվ նախագծեր, որոնք էլ օգնում են տեղի բնակչության սոցիալական եւ տնտեսական զարգացմանը։ Ուստի ամեն ինչ արվում է թե տեղական, թե կենտրոնական վերադասի կողմից, որպեսզի ապագայում ամեն ինչ լավ լինի։ Ամիսատուց, რომ ყველაფერს აკეთებს როგორც ადგილობრივი, ისე ცენტრალური ხელისუფლება და ესეც გაგრძელდება მომავალში։ Նինոցմինդայի բնակչության համար ամենացավոտ եւ խնդրահարույց հարցերից է քաղաքից դուրս գտնվող աղբանոցը։ Մանավանդ տարվա այս եղանակին, երբ դաշտերում աշխատանքը սկսվել է, այն շատ մոտ է գտնվում հարակից գյուղերի հողատարածքներին։ Մարդիկ մտահոգված են աղբանոցի հետագա ճակատագրով։ Այս հարցի պատասխանը մեզ տվեց Մարինա Գաչեչիլաձեն։ Մոգեսալմებით նագասակրելები ռեգիոնից ყველა რაიონს აქვს და მარჩენების მართვის კომპანია მართავს ამას Աղբատեղի աղբավայր ունի տարածաշրջանի բոլոր շրջանները եւ թափոնների կառավարման ընկերությունը կառավարում է այդ ամենը, թափոնների տանելը, բերելը, թաքցնելը, ուրիշ գործողություններ եւ այլն։ Ըստ գոյություն ունեցող պահանջների արկա աղբավայրերը բավական չեն, դրա համար տարածաշրջանում ընդունել են որոշում, տարածաշրջանում մեկ մեծ աղբավայր ստեղծելու մասին։ Սա պետք է հիմնել Ախալցիխեյում։ Նինոցմինդամ եւ մյուս շրջաններում կարող են լինել հավաքական կենտրոններ, հետո կլինի աղբի զտում, առանձնացում եւ հետո տեղափոխում կենտրոնական աղբամաններ, կայան, որոնք բավականին մեծ են։ Տարածքը 10 հեկտարից մեծ է, որը կլինի քաղաքի տիպի աղբատեղի։ Այստեղ տեղի կունենա աղբի զտումը, որակավորումը, տեղադրումը, աղբը տեղափոխող հատուկ գազելների կառավարումը եւ այլն կլինի բարձրագույն տեխնոլոգիաների եւ պահանջարկների պահպանմամբ, որպեսզի շրջակա միջավայրին չվնասեն։ Աղբավայրի կառավարման ժամկետը 50 տարուց ավելի կլինի, այսինքն այնպիսի ծավալի ու խորությամբ կլինի աղբատեղին, որ 50 տարվա ընթացքում կկարողանան այստեղ մշակել աղբը, այսինքն այս հիմնախնդիրը փոքրինչ շուտ կլինի։ Մցութային փաստաթղթերը պատրաստ են եւ համաձայնությունն արդեն ստացել են։ Հատկացված է տարածք, որտեղ գազի, ջրի եւ այլ կոմունիկացիայի տրամադրումը կլինի հեշտ։ Կարծես խնդիր չկա այս հարցում։ Այն կարգավորված է կառավարական մակարդակով։ Դա մեօրով იქნებით ჩვენ։ Այս խնդրեմա աուծլիվոտ կդածდება։ Նահանգապետ Զահալ Գելաշվիլիի հետ նման ձևաչափով հանդիպումները կկայանան պարբերաբար, նպատակ ունենալով խթանել արդյունավետ համագործակցությունն ու առավել սերտ կապ հաստատել տեղի բնակչության հետ։ Հաճախակի հանդիպումները կունենան դրական ազդեցություն ինչպես շրջանի զարգացմանը, այնպես էլ համայնքային խնդիրների օպերատիվ լուծմանը։